Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն նահազանգել է կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների և ռեպրեսիաների մասին։ Նա հայտնել է, որ արդեն իսկ բերման է ենթարկվել կուսակցության 15 անդամ, որոնց թվում նաև կանանց։ Ըստ խոսնակի, առաջադրված մեղադրանքները վերաբերում են բարեգործական գործունեության ենթադրյալ արգելքներին, ինչը նա որակել է որպես շինծու և անհեթեթ։ Ղահրամանյանը նաև տեղեկացրել է, որ իրավապահները սկզբնական շրջանում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չտալով տեսակցել պաշտպանյալներին։ Կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ այս քրեական գործիքակազմը կիրառվում է թիմին վախեցնելու և կուսակցության գրանցումը խափանելու նպատակով։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ հետապնդումները չեն կանգնեցնի իրենց գործունեությունը և իրենք շարունակելու են պայքարը։ Ըստ էության իրենք ՔՊԱ-ականներն էլ խոստովանում են այս ամբողջ գործընթացի նպատակը, նրանցից օրինակ Արթուր Հովհաննիսյանը Facebook-ում շատ ուղիղ գրել էր, թե որն է նպատակը, իրենք նպատակ ունեն իբրև թե հիմքեր ստեղծել, որպեսզի փորձեն չգրանցել Ուժեղ Հայաստանը, արդեն պարզ է, սա ուղիղ քաղաքական հետապնդում է և իշխանությունը փորձում է այս կերպ էլ ավելի երկարաձգել իր իշխանավարումը, քանի որ նա հասկանում է, որ կորցնում է իշխանությունը։